Ողջույն, այսօր փետրվարի 18-ն է, մի օր, որը պատմության մեջ հաճախ աչքի է ընկել թե գիտական մեծ թռիչքներով, թե հանելուկային ու մինչ օրս հարցեր առաջացնող դեպքերով։ 1921 թվականի փետրվարի 18-ին հայ ժողովրդի վերջին խոշոր ապստամբություններ խորհրդային կարգերի դեմ։ Ապստամբ ուժերը մտան Երևան եւ կարճ ժամանակով վերականգնեցին անկախությունը։ Սա հայրենասիրության եւ ազատատենչության մի առեղծվածային ուժեղ դրսեւորում էր, որը ցույց տվեց անգամ ամենածանր պայմաններում հայը պատրաստ է պայքարել իր տեսակի համար։ 1898 թվականի փետրվարի 18-ին ծնվեց Էնցո Ֆերարին, մարդ, որը ստեղծեց արագության սիմվոլը։ Հետաքրքիր է, որ նրա մահից ուղիղ 1 ամիս անց ծնվեց ֆուտբոլիստ Մեսութ Օզիլը, որն արտաքնապես ապշեցուցիչ նման է Էնցոին։ Միստիկայի սիրահարները սա համարում են ռեինկարնացիայի լավագույն օրինակներից մեկը։ Իսկ դուք գիտեիք, որ դիզայներ Սարգիս Մարտիրոսյանը տարիներ շարունակ աշխատել է իտալական հայտնի Pininfarina ստուդիայում, որը տասնամյակներ շարունակ եղել է Ֆերարիի հիմնական դիզայներական գործընկերը։ Մարտիրոսյանը մասնակցել է մի շարք մոդելների արտաքին տեսքի ստեղծմանը, որոնք կրում են Էնցոյի անունն ու տարբերանշանը։ 1930 թվականին ամերիկացի աստղագետ Քլայդ Տոմբոն հենց այս օրը հայտնաբերեց արեգակնային համակարգի ամենաառեղծվածային մարմիններից մեկը՝ Պլուտոնը։ Տասնամյակներ շարունակ այն համարվում էր 9-րդ մոլորակը, մինչև իր կարգավիճակը փոխվեց, բայց դրա շուրջ առեղծվածն ու սառցե լռությունը շարունակում են գրավել գիտնականներին։ Իսկ դուք գիտեիք, որ այս առաքելության հետևում կան բազմաթիվ հայ մասնագետներ։ Ամենահայտնիներից է Արբի Կարապետյանը, որը ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատոր խմբի ղեկավարն էր եւ անմիջականորեն աշխատել էր Perseverance-ի վայրեջքի համակարգերի վրա։ 1564 թվականի այս օրը մահացել է հանճարեղ Միքելանջելոն։ Նրա ստեղծագործություններն այնքան կատարյալ են, որ մինչ օրս արվեստաբանները փորձում են գուշակել դրանցում թաքնված անատոմիկան եւ կրոնական կոդերը։ Միքելանջելոն Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի ճարտարապետն էր։ Հետաքրքիր է, որ հենց այդ տաճարի արտաքին խորշերից մեկում այժմ կանգնեցված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը։ Միքելանջելոյի կերտած տարածության մեջ հայոց հայրապետի ներկայությունը խորհրդանշական կամուրջ է երկու մշակույթների միջև։ 1954 թվականի հենց այս օրը ծնվել է հոլիվուդյան լեգենդ Ջոն Տրավոլտան, որի շնորհիվ պարեկինոյում նոր շունչ ստացավ։ Բայց մեզ համար թերևս ավելի առանցքային է փետրվարյան մեկ այլ մեծ անուն՝ Պատրիկ Դևեջյանը։ Թեև նա ծնվել է փետրվարի 26-ին, սակայն հենց այս օրերին Ֆրանսիայում եւ Հայաստանում վերհիշում են նրա քաղաքական հսկայական ժառանգությունը։ Նա այն մարդն էր, որը Ֆրանսիայի բարձրագույն ատյաններում դարձավ հայկական շահերի անդավաճան պաշտպանը։ Այսպիսին էր փետրվարի 18-ը, ըմբոստ, արագ, տիեզերական եւ անսահմանորեն գեղեցիկ։ Այսօրը մեզ հիշեցնում է, որ որտեղ էլ լինենք Երևանում, Վատիկանում, թե ՆԱՍԱ-ի լաբորատորիաներում հայկական հետքն ու ոգին միշտ գտնում են իրենց արժանի տեղը պատմության մեջ։